Այսօր ծնողը, որը ուրախ է, որ իր երեխան հունվարի 10-ը բարով խերով գնա փառքով վերադառնա 1.5 տարի ծառայելու, բայց պետք է ի վերջո աչքի առաջ ունենա, որ իր զավակը post կանգնելուց 8 հոգու փոխարեն 6-ով են կանգնել։ Մենք պետք է այդպես անենք, որ բոլորին բերենք ծառայության եւ եթե մենք ունենում ենք օրինակ 2 զինծառայողի փոխարեն 3 զինծառայող, մենք կարողանում ենք տանել 1.5 տարվա ծառայության։ Ես իմ երկրի անվտանգությունը ոնց որ անում է այս կառավարությունը, չեմ ուզում վտանգի տակ դնել։ Ինչի ենք ասում նախընտրական, որտեղ 26 թվականի հունիսին նախատեսվող ընտրություններին դեռ որևէ մեկը չէր զորակոչվելու 1.5 տարի։ Բերել են հունվար։ Հունվարից ծնողը տեսնելու է, որ տես 1.5 տարվա զորակոչը։ Ձմեռային զորակոչին ունենալու ենք լուրջ խնդիր, քանի որ շատերը փորձելու են հետաձգել իրենց զորակոչը որևէ օրինական կամ անօրինական ճանապարհով։ Եվ դրա համար որոշում ենք կայացել եւ ես եւ նաեւ Պաշտպանության նախարարության գործընկերները նման առաջարկին արել։ 7 տարի ես չեմ եղել Պաշտպանության նախարարն ու իշխանությունը։ 7 տարի Հայաստանում զինկոմ 3 օրը մեկ ես չեմ փոխել։ Դուք եք դուք որպես իշխան մի վարկյա շարունակեք։ Ուրեմն ապահովեք 7 տարվա մեջ օրինականություն, որ այսպիսի բան չլներ։